մեր ազգը չգիտի ինչ է նշանակում մասնագիտություն բառը։ 3 միլիոն մարդ կարիք ունի բառարանները բացի ու կարդա մասնագիտություն, այդ բառի նշանակությունը։ 1000 անգամ լսել եմ. Ինչ մասնագետ ես։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատում եմ վարձահարդար։ Դու ինչ մասնագետ ես։ Մասնագիտությամբ հաշվապահ եմ, աշխատում եմ ստիլիստ։ Սիրելի բարեկամներ, մասնագիտությունը դիպլոմի հետ մի շփոթեք։ Եթե դուք ավարտել եք որևէ համալսարան եւ ձեր դիպլոմի մեջ գրած է տնտեսագետ, դա դեռ չի նշանակում, որ դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք։ Ես ավարտել եմ Երևանի Պետական կոնսերվատորիան, իմ դիպլոմի մեջ գրած ա եղել ջութակահար, մանկավարժ։ Իմ նման Պետական կոնսերվատորիան Հայաստանում եւ ամբողջ աշխարհում տարեկան ավարտում է տասնյակ հազարավոր մարդ։ Եվ տասնյակ հազարավոր մարդկանցից, որոնք ստանում են դիպլոմ մեջը գրած ջութակահար, դաշնակահար, թավջութակահար, 90%-ը ոչ ջութակ նվագել գիտի, ոչ թավջութակ, ոչ դաշնամուր։ Մասնագիտությունից հեռու է։ Այտենց է ստացվել։ Եթե ձեր դիպլոմի մեջ գրած է տնտեսագետ, բայց դուք, չգիտեմ, 8 տարի առաջ ավարտել եք եւ 8 տարի տնտեսագիտությամբ չեք զբաղվել, Աստված գիտի ոնց եք սովորել։ Դուք տնտեսագետ չեք։ Ամոթ է, մասնագիտություն բառը մի օգտագործեք։ Հարգեք տնտեսագետներին։ Մի ասեք հաշվապահ ենք մենք։ Հարգեք հաշվապահներին, որոնք պրոֆեսիոնալ հաշվապահներ են։ Լինել մասնագետ նշանակում է լինել այնպիսի բարձր պրոֆեսիոնալ, որ որևէ շուկայում դուք ունենաք մեծ պահանջարկ։ Մարդը ասում է Բրյուսովի համալսարանն եմ ապրել, անգլերենի մասնագետ, բայց մարդը անգլերեն խոսել չգիտի։ Այս թյուրիմատության հիմնական պատճառը մեր կրթական համակարգն է, որտեղ առ այսօր մարդիկ գնում են, ընդունվում են բու, որ ստանան դիպլոմ, որովհետև ամոթ է դիպլոմ չունենալը։ Այս կրթական համակարգը կործանում է բառացիորեն մեր երկիրը։ Համատարած մեր ազգը իր որդիների, իր դուստրերի կյանքի 4-5 տարին 18-ից 22, 18-ից 17-ից 22, 23 տարեկան 4-5 տարի ուղղակի ասենց ճղում գցում է մի կողմ։ Ոչ մի բանով չեն զբաղվում, ոչ մի գիտելիք չեն ստանում։ Մենակ այն բանի պատճառով, որ դառնան 22 տարեկան ու ասեն մենք մասնագետ ենք, մենք տնտեսագետ ենք։ Եվ ինչ, մեկ էլ պարզվում է, որ իրենց պահանջարկը ընդհանրապես չկա։ Եվ գնում է հաջորդ աբսուրդը։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատում եմ չգիտեմ ինչ։ Եթե դուք աշխատում եք ինչ-որ մի բան, դա է ձեր մասնագիտությունը։ Դուք տնտեսագետ չեք։ Ես այս վիդեոները անում եմ, խոսում եմ, ու մեկ-մեկ ես ինքս ինձ ամաչում եմ։ Ասում եմ, լավ, միթե ամոթ չի կանգնել կամերայի առաջ եւ խոսել պարզագույն ճշմարտությունների մասին, ինչպես մեկին գումարած 1 հավասար է 2-ի։ Ինչպես եթե դու պահանջարկ չունես, դու մասնագետ չես։ Ինչպես եթե դպրոցում ոչ ոք քեզ չեն սովորացնում, վնաս են տալի մի գնա դպրոց։ Պարզ ճշմարտություններ են։ Եվ պարզվում է, որ այս պարզ ճշմարտությունների կարիքը առավել քան կա, որովհետև պարզվում է մեծ ընդդիմություն կա։ Մի ստվար զանգված մարդկանց պայքարում է այս պարզ ճշմարտությունների դեմ, որովհետև իր աշխարհայացքն է տենց։ Ինքը այդ ձևա տեսնում աշխարհը։ Եթե մեր ազգը այս տեմպերով շարունակի, մենք մրցունակ չենք լինելու աշխարհում, ինչպես մրցունակ չենք հիմա։ Ոչ մի էական բան մենք աշխարհի համար այսօր չենք ստեղծում։ Մեր կրթական համակարգը հիմնովին պետքա քանդվի եւ նորից սարքվի, նոր համակարգ, որը մարդկանց կտա կրթություն եւ էլեմենտար բան եմ ասում, մարդիկ ազգը կիմանա մասնագիտություն բառի իմաստը։